Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդը» հեռուստասերիալում իրադարձությունները մտնում են ամենավտանգավոր փուլը, այնինչ մինչ այս պահը թվում էր պարզապես ընտանեկան հակամարտություն, հիմա վերածվում է ճակատագրական շղթայի, որտեղ յուրաքանչյուր նոր բացահայտում իր հետևից բերում է ցավ, դավաճանություն ու անդառնալի կորուստներ։ Լարվածությունն այլևս միայն խոսքերի մեջ չէ, այն մարդկանց հայացքներում է, լռության մեջ, անսպասելի քայլերում։ Գաղտնիքներ կան, որոնք այլևս չեն կարող փակ մնալ։ Տարիներ առաջ ընդունված սխալ որոշումները մեկը մյուսի հետևից իրենց հետևանքներն են թողնում։ Սաքոն երկար ժամանակ կարողացել է թաքցնել ճշմարտությունը, կառավարել մարդկանց ճակատագրերը, լռեցնել անցյալը, բայց հիմա իրավիճակը փոխվել է։ Գաղտնիքները սկսել են դուրս գալ ջրի երես և ամենացավալին այն է, որ դրանց գինը վճարում են իրենց երեխաները։ Վռամի վիճակը շարունակում է նույն կերպ մնալ։ Նա գանված է անվասայլակին ու դեռ հույս էլ չկա, որ երբևէ կարող է քայլել, բայց մթության մեջ նրա համար մի լույս կա՝ Սոնան։ Սոնան փորձում էր ամեն ինչ անել, որպեսզի Վռամի կողքից չհեռանար, բայց երբ պարզվեց, որ նա գնում է Վռամի տուն, հայրը նրան որոշեց փակել տանն ու այլևս չթողնել տանից դուրս գալ։ Այս սերիալի ամենահուզիչ գծերից մեկն է սերը, որը չի պայմանավորվում առողջությամբ կամ ուժով։ Հայկն ու Նարեն կարծես ապրում են իրենց հարաբերությունների ամենագեղեցիկ պահերը՝ սեր, խոստովանություններ, ապագայի երազանքներ, բայց այդ երջանկությունը կախված է մի շատ փխրուն լռությունից։ Հայկը զգում է, որ ինչ-որ բան թաքցնում են իրենից։ Նարեն գիտի, որ այդ ճշմարտությունը կկործանի ամեն ինչ, և այդ ճշմարտությունն ունի անուն՝ Սաքո։ Լալան վերադարձել է ոչ թե պարզապես ընտանիք տեսնելու համար, նա վերադարձել է փակելու տարիներ շարունակ բաց մնացած վերքերը։ Նա գիտի ամեն ինչ, ով է սպանել Աշոտին, ինչպես է ճշմարտությունը թաղվել անտառում, ինչպես են մարդիկ տարիներ շարունակ ապրել ստի մեջ։ Լալան այլևս չի պատրաստվում լռել, նույնիսկ եթե դրա գինը լինի Նարեի երջանկությունը։ Արմոն կրկին հայտնվում է իր վտանգավոր խաղով։ Նա այն մարդն է, ով չի խուսափում կեղտոտ քայլերից, եթե դրանով կարող է քանդել ուրիշների կյանքը։ Նրա նպատակն այս անգամ մեկն է՝ Հայկին ասել ճշմարտությունը Աշոտի սպանության մասին, և հենց այդ պահից ամեն ինչ կփոխվի։ Մոտակա սերիաներում սպասվում են ծեծկռտուքներ և ֆիզիկական բախումներ, ճշմարտության բացահայտում, որը կբաժանի սիրող սրտերը, դավաճանություն ընտանիքի ներսում, նոր կերպարների հայտնվել, որոնք կապ ունեն անցյալի հետ, ամուսնության կամ նշանադրության ինտրիգ, որը կարող է փոխել բոլոր հաշվարկները։ «Հարսնաձորի լեգենդը» այլևս պարզապես սերիալ չէ սիրո մասին, սա պատմություն է մեղքի, պատասխանատվության և այն մասին, թե ինչպես է ճշմարտությունը, որքան էլ ուշ բացահայտվի, միշտ իր ճանապարհը գտնում է։ Սերը փորձության առաջ է ընտանիքները փլուզման եզրին, և ամեն քայլ կարող է լինել վերջինը։ Լարված շրջադարձերը դեռ նոր են սկսվում, այնպես որ չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին, որպեսզի տեղեկացված լինեք շոու-բիզնեսյան անցուդարձին, նոր հեռուստասերիալներում կատարվող փոփոխությունների մասին և ոչ միայն։ Ամենահետաքրքիրը առջևում է, այնպես որ բաց չթողնեք հեռուստասերիալի հերթական սերիաները դիտելու ձեր հնարավորությունը։ Չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը հավանում և որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ, ու սպասեք մեր հետաքրքիր տեսանյութերին, որով կբացահայտենք շատ հետաքրքիր գաղտնիքներ։ Հայկը դեռ չգիտի, որ իր համար անակնկալ է սպասվում։ Նա գիտի, որ Լալան Հայաստանում է, բայց չգիտի, որ արդեն Լալան ու Նարեն հանդիպել են, ու Նարեն ինչքան էլ սիրում է Հայկին, միևնույն է գաղտնիք ունի, որը թաքցրել է Հայկից, բայց շատ երկար սպասեցնել չեն տա։ Հեռուստասերիալի ինստագրամյան պաշտոնական էջում հրապարակված լուսանկարներից ու տեսանյութերից պարզ է դառնում, որ Քեռին արդեն հանդիպել է Նարեի հորաքրոջ Լալայի հետ։ Իսկ այդ հանդիպումը բնականաբար իր հետ ինտրիգներ ու նոր հետաքրքիր բացահայտումներ է բերելու։ Ինչպես է նա իմացել, որ Լալան արդեն վերադարձել է և Հայաստանում է, ավելին՝ որտեղ է գտել Լալային, որ հանդիպել են, ու նրա համար շատ շուտով հետաքրքիր ու նոր բացահայտումներ են հայտնվելու։
Դե ինչ չմոռանաք միանալ մեզ ու դիտեք տեսանյութերը, որոնք շատ շուտով հետաքրքիր բացահայտումներ են անելու ձեզ համար։ Մինչ այդ Նարեն փորձում է Հայկից խուսափել ու պատասխան չտալ, թե որտեղ է Լալան և ինչ է պատրաստվում լինել։ Հատկապես նրանց տանը նոր կերպար է հայտնվել Խորիկը և բնականաբար Հայկը խանդի տեսարաններ է սարքում։ Նա չի ցանկանում, որ Նարեն ու Խորենը նույն տանը ապրեն։ Ինչքան հնարավոր է շուտ մտածում է, որ Խորենը պետք է գնա, քանի որ ինչքան հայտնվի ու գտնվի Նարեի կողքին, այնքան ավելի կմեծանա նրան սիրահետելու շանսերը։